Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Կարեն Բեքարյանը վերջին օրերի իրադարձությունները 1994 թվականից սկսած համարում է աննախադեպ։ Ըստ падգամավորի, Ալիևի իշխանության ամբողջ ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենան սեփական ժողովրդին վստահեցրել է, որ կարող են ուժով հետ բերել Ղարաբաղը, սակայն Ադրբեջանի երազած բլիցկրիգը արդյունք չտվեց։ Ես սա ուրեմն առանց վարանելու կանվանեի 3 տարբեր ձևով։ Ադրբեջան պետության կրախը, Ալիևի կլանի կամ իշխանության կրախը առավելապես եւ իհարկե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հաղթանակը։ Բեքարյանի խոսքով Ադրբեջանը ղեկավարում է մի մարդ, որն առնչություն չունի Ղարաբաղյան պատերազմի հետ ու պատկերացում չունի ռազմական գործից։ Կա իրականության զգացողության կորուստ։ Մարդը երբ այդ ամեն ինչով անցած չի եւ այդ ամեն ինչը այն շատ հեռու է, իրան երբ որ բերում են ստատիստիկա, մենք այսքան էլ գնեցինք զենք, մենք այսքան էլ գնեցինք զենք, մենք էս էլ ունենք, իրանք չունեն, մենք էս էլ ունենք, իրանք չունեն եւ այլը, որոշում է, որ փոքր ժամանակ չխաղացած մարդուկներով խաղը հիմա է պետք խաղալ։ Պատգամավորն ընդգծեց, որ շփման գծում տեղի ունեցած պատերազմական գործողությունները եւս մեկ անգամ աշխարհին ապացուցեցին, առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու պաշտպանության բանակի խնդիրը չի կարգավորվի։ Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերին, խորհրդարանականն ընդգծեց, որ այն պետք է ավելին լիներ, քան կողքից նայելը։ Եթե միջնորդները, որոնք ունեն որոշակի պարտավորություններ, կարան ուղղակի կողքից նայողի եւ հայտարարություն անողի դերում լինեն ռազմական գործողությունների այս ընթացքի ու զարգացումների հանդեպ, սա ահագին բան է խոսում նրանց միջնորդական հնարավորության եւ իմիջի մասին։ Կարեն Բեքարյանի ձևակերպմամբ այս պահին բանակն իր խնդիրը լուծել է, հերթը դիվանագիտությանն է։ Լիաննա Ներսիսյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։